Հռչակագրի փոփոխության մասին այդպես չի, որ միջազգային տենց լայն պրակտիկա կա։ Եվ կան օրինակ դեպքեր, երբ որ պետությունները լուծարվել են, Աֆրիկայում այդպիսի դեպքեր շատ են տեղի ունեցել։ Եվ շատ բարդ իրավիճակում ենք մենք հայտնվում, շատ բան կախված է Ռուսաստանի դիրքից, այս օրինակ այսօրվա երկխոսությունից հետո։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը, քանի որ տևական ժամանակ հանդիսացել է կամ այս տարածքը ավելի ճիշտ, որ Հայաստանի Հանրապետություն չի եղել ցարական Ռուսաստանի ժամանակ, հանդիսացել է Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակության այն առումով, որ քրիստոնյա ժողովուրդ է եղել, որի միջոցով ինքը կարողացել է տարածաշրջանում բալանսավորել իր ներկայությունը եւ քիչ ջանք եւ էներգիա ծախսելով իր ազդեցության տակ պահել, իր վերահսկողության տակ պահել ու օգտվել աշխարհաքաղաքական մանևրների ժամանակ հատկապես Թուրքիայի հետ եւ Իրանի հետ։ Հիմա էլ Ռուսաստանը այս տարածքի հետ էլի այնպես չի որ ձեռքերը լվացել է եւ մենք տեսնում ենք որ Ադրբեջանի հետ էլ նրանք ռազմավարական գործընկերության են գնում Վրաստանի հետ ինչ որ հաջողություններ ունեն էլ առաջվա Վրաստանը չի որ ռուսական քաղաքականությանը դեմ է եւ այստեղ մնում է Հայաստանի հարցը, ինչպես կլուծվի Հայաստանի հարցը, շատ բան կախված է նաեւ այսօրվա եւ բանակցություններից կարծում եմ։